Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Ավանեսյան, մենք իհարկե կանդրադառնանք առողջապահության ոլորտին առնչվող հարցերին, բայց կուզեմ հարցնել, թե քաղաքականությունը ձեզ ինչով է հետաքրքիր, որովհետև ակտիվ քաղաքական գրառումներ եք անում, կուսակցության վարչության անդամի թեկնածու եք, նաև եթե չեմ սխալվում, Արաբկիրի տարածքային խորհրդի ներկայացուցիչ եք, ինչով է քաղաքականությունը ձեզ հետաքրքիր։ Գիտեք, քաղաքականությունը մեր կյանքի բոլոր ասպեկտներին է վերաբերում եւ ես ըստ էությամբ քաղաքականությամբ իրացնում եմ իմ երազանքները իմ երկրի հետ կապված, այսինքն քաղաքականությամբ զբաղվելով առողջապահության ոլորտում մասնավորապես, բայց ընդհանուր առմամբ մեր երկրի ընթացքին վերաբերելի իմ քաղաքական թիմի հետ միասին իրացնում ենք մեր երազանքը, իսկ որն է մեր երազանքը ունենալ անկախ ինքնիշխան պետություն իր անվտանգ եւ խաղաղ սահմաններով համագործակցելով մեր բոլոր հարևան երկրների հետ կառուցել բարեկեցիկ կյանք մեր համար, մեր երեխաների համար։ Օրերս մի ուշագրավ ելույթ ունեցաք ՄԱԿ-ի ամբիոնում առողջությունն ու խաղաղությունն անբաժան են այդպիսի խորագրով։ Կուզեմ մի փոքր մանրամասնեք, քանի որ օգոստոսի 8-ից հետո մենք մի փոքր այլ իրականության մեջ ենք ապրում, տարիներ շարունակ տևող պատերազմը կամ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը կարծես ավարտվում է, եւ եթե մեզ հաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն վերջնական նաև տեսք կստանա։ Ձեր ելույթի մասով ինչ կասեք, ինչով է խաղաղությունն առնչվում առողջապահության առողջության։ Ես կարող եմ ասել շատ ուղի է առնչվում, ոչ միայն հենց պատերազմական գործողությունների ժամանակ, որ մարդկանց կյանքը, անվտանգությունը, առողջությունն է վտանգված, բայց ըստ էության նաև պատերազմի բացակայության ընթացքում, բայց կոնֆլիկտների արկայության եւ այսպես ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ինչպես նշեցիք ընթացքում էլ, մարդը իր կենսագործունեության ճիշտ վիճակում չի գտնվում եւ պետության ռեսուրսները եւ ինչ որ առումով նաեւ զարգացումը տեղի չի ունենում, այդ ռեսուրսները չեն ուղղվում կրթության, առողջապահության ոլորտներում, քանի որ շատ ավելի հրատապ, հրավտանգ խնդիրներ կան լուծելու, բայց մենք անվտանգությունը տեսնում ենք որպես համընդհանուր կրթական, առողջապահական, տնտեսական եւ այլ ոլորտների միացյալ վիճակ, որ մենք պետք է ապահովենք։ Եվ ես իմ խոսքում էլ նշեցի, որ մեր կառավարությունը եւ մեր պետությունը հանձնառություն է վերցրել իր խաղաղության օրակարգից չշեղվելու, գնալու խաղաղության հետևից եւ մեր հանձնառությունը իր պտուղները տալիս է։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է։ Այո, մեր ՄԱԿ-ից ելույթներն էլ արտահայտում են այն իրականությունը, որում մենք ապրում ենք եւ շատ կարեւոր է, որ խաղաղության ձեռքբերման պտուղները նաեւ առողջության պահպանման, երկրի զարգացման, մարդկային ներուժի զարգացման մասով մենք նաեւ ներկայացնենք միջազգային հանրությանը։ Դուք նաեւ մի գրառում եք արել այն ուժերի մասին, կարծես այդ օր ակնարկելով առաջին նախագահին, որոնք են այն ուժերը ձեր կարծիքով, որոնք խանգարում են հիմա խաղաղությանը եւ ինչքանով կարող են նրանք խոչընդոտել վերջնական համաձայնությունների գալուն։ Ես ինչու եմ նշում, որովհետեւ սպասվում են ընտրություններ եւ նաեւ շատ բան կախված է լինելու այդ ընտրությունների ելքից։ Տեսեք, մեր քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը ունի հստակ օրակարգ, ձևակերպված եւ այդ օրակարգը 2021 թվականից իրագործելով մենք բյուրեղացրել ենք եւ ներկայանալու ենք մեր ժողովրդին։ Դա խաղաղության օրակարգն է։ Մեր օրակարգն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով պետք է լինի ինքնիշխան, ազատ եւ անկախ պետություն բարգավաճող իր քաղաքացիների համար։ Դա հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Եվ սա է, որ ըստ էության ընդդիմադիր դաշտը բերում է ցայտնոտի եւ ձևավորված դեռ որևէ բան չենք տեսնում, հակադրություն, բայց նաեւ հասկանում ենք, որ նրանց օրակարգը խաղաղության դեմ աշխատելն է։ Պատերազմ չխաղաղություն, այսինքն անընդհատ կախված պատերազմ, որը եւս Հայաստանը բերել է տարիներով
վերջին 30 տարիներին բերել է հայաթափման, բերել է տնտեսական ուրեմն չզարգացման եւ մեր երկրի պոտենցիալի չօգտագործման եւ մենք ըստ էության ինչ ենք ձեռք բերել բացի կորուստներից ոչ մի բան դրա համար մենք պետք է իրականության հետ ճիշտ առերեսման արդյունքում դասերը քաղելով եւ հաստատուն մնալով խաղաղության օրակարգին ես վստահ եմ որ մեր քաղաքացիներն էլ իրենց ճիշտ ընտրությունը իրականացնելու են որովհետեւ մենք տեսնում ենք այսօր էլ մեր ժողովրդի ամենակարևոր ցանկությունը դա է եղել մեր մայրերի ամենակարևոր ցանկությունը դա է եւ դա է լինելու է որ մեր երեխաները ապրեն անվտանգ երկրում սա է ամենակարևոր բանը Օրինակ երկրորդ նախագահը օրերս նշում էր որ խաղաղությունը ընդդիմության մենաշնորհն է ոչ թե իշխանության եւ մենք խաղաղ ենք եղել օրինակ իր կառավարման 10 տարիների ընթացքում գիտեք նաեւ առաջին նախագահի արձագանքը ամեն անգամ երբ մենք ինչ որ մի դրական հաջողության ենք հասնում այս ոլորտում երրորդ նախագահը կապիտուլյացիա է համարում ձեռք բերված պայմանավորվածությունները այսպիսի նարատիվներով ինչքանով է հնարավոր միայնակ հասնել այդ օրակարգին Գիտեք ես համարում եմ որ նույն սուտը եւ կեղծիքը մի քանի անգամ չի աշխատում երկրորդ նախագահը 98 թվականին նույն նարատիվներով եկավ իշխանության խափեց մսխեց մեր այն ժամանակվա ձեռքբերումները Ղարաբաղը թողեց բանակցային գործընթացից դուրս գնացինք մենք նրանից հետո Սերժ Սարգսյանի օրոք երրորդ նախագահի օրոք եւ ինչ ձեռք բերեցինք մեզ ոչինչ մենք ձեռք բերեցինք ներքաղաքական ոչ ուրեմն օրինական իշխանություններ եւ ըստ էության ժողովուրդը իր որոշումը կայացրեց ժողովուրդը կայացրեց որոշում որ Հայաստանը ժողովրդավար երկիր է Հայաստանում ընտրությունները պետք է չկեղծվեն եւ երկար տարիներ պայքարելով հասավ դրան եւ սա է իրականությունը մենք մեր ժողովրդի մանդատին համապատասխան գործում ենք եւ չենք շեղվելու այդ օրակարգից իսկ այն ուժերը ովքեր որ խոսում են ժողովրդի մանդատը երբեք չեն էլ ստացել որ խոսեն մանդատից իրենց գաղափարներից եւ այլն միևնույն ստերը կերակրել չի կարելի տարիներով շարունակ եւ ես վստահ եմ որ այդ դեռ հլը չձևավորված օրակարգը նորաթուխ քաղաքականություն մտնող ելնողները եւ այլն դեռ հլը առաջիկա ամիսներին շատ ավելի բուրըն գործընթացներ են մեզ սպասում, բայց նաև վստահ եմ, որ մենք չենք շեղվելու որպես պետություն այս օրակարգից, շարունակելու ենք, կառուցելու ենք խաղաղություն եւ մեր երկիրը տանելու ենք զարգացման ճանապարհով։ Քանի որ նորաթուխ ուժերից խոսեցիք, ըստ էության բացահայտվում է ընդդիմության պլանը փորձել այնպես անել, որ Գյումրու օրինակով Հայաստանում իշխանություն վերցնեն, Քոչարյանը այդ մասին խոսեց, ակնարկելով, որ մեր ձևովի հետ նոր ստեղծվելիք այդ քաղաքական ուժի կմիավորվեն եւ իշխող ուժը, թեկուզ եւ լինելով մեծամասնություն, չի կարողանա խորհրդարանում վարչապետ ընտրել։ Պատրաստ եք այս սցենարին։ Գիտեք, անգամ այդ մեր ձևով արտահայտությունը ես ապշում եմ ինչքան կարելի է չճանաչել հայ ժողովրդին, չհասկանալ հայրենի լեզվաբանությունը, լեզվամտածողությունը, որ չընկալել, որ մեր ձևովը ունի շատ գրեհիկ եւ շատ վատ հասկացողություն ընկալում որպես այդպիսի զարմանում եմ, որ շարունակում են նման արտահայտությունը օգտագործել որպես իրենց լոգոտիպ նշանաբան, բայց դա իրենց իրավունքն է իհարկե։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, բազմաթիվ փոքր, մեծ, հայտնի, անհայտ, նորաթուխ, հին, արդեն իսկ այսպես չարչրկված ուժեր փորձելու են դաշտը հնարավորինս այսպես լցնել եւ տարբեր խոսույթներով սկսած տեխնոկրատներից, այսպես մինչեւ խիստ քաղաքականացված դեմքերի, բայց գիտեք ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում միշտ իր իմաստուն ընտրությունը կատարել է եւ մեր իշխանությունն էլ ապահովելու է, որ այդ ընտրությունը տեղ հասնի, լեգիտիմ լինի եւ այո, տեղական ընտրություններում էլ հենց այլ է ցույց տալի ժողովրդավարությունը, որ չնայած նրան, որ քաղաքացիական պայմանագիրը դրանից առաջ տեղի ունեցած թիմ ընտրություններում Գյումրում
շատ ավելի մեծ թվով ձայներ հավաքեց եւ սա էլ է հաղթանակ, այսինքն մեր ընտրազանգվածը ընդլայնվել է եւ մենք շատ ավելի մեծ թվով ձայներ ենք հավաքել, բայց մենք նաեւ պատրաստ ենք համապետական ընտրություններին եւ վստահ ենք, որ շահելու ենք մեր վստահությունը մեր ժողովրդի։ Դուք ձեզ 2026 թվականին որտեղ եք տեսնում, քանի որ կառավարության կին անդամներից կարծես ամենաակտիվը քաղաքական առումով դուք եք, հետաքրքրված եք քաղաքականությամբ, կարող եք ցանկություն հայտնեք, օրինակ օրենսդիրում ներկայացված լինել։ Դեռ չեմ հասցրել անգամ այդ մասին անդրադառնալու։ Ես կարծում եմ, որ մենք այդ դերերն էլ թիմով շատ լավ կարողանում ենք որոշել եւ ամեն մեկի ուժեղ կողմերը հաշվի առնելով եւ ըստ այդ պահին ճիշտ ուրեմն ընտրություն կատարելով դա դեռ ապագայի հարց է։ Ես տեսնում եմ դեռ որ մենք մինչեւ 26 թվականները շատ կարեւոր գործեր ունենք մեր նախընտրական առումով ներկայացնելու ժողովրդին ինչ է արվել այս վերջին 5 տարիներին, իսկ ներկայացվելիք այնքան մեծածավալ են այդ աշխատանքները, որ մեր խնդիրն է մեր խոստումները իրականացնել մինչև ընտրությունները եւ դա ներկայացնել մեր ժողովրդի դատին, պիտի կենտրոնանանք սրա վրա, պիտի կենտրոնանանք եւ չշեղվենք մեր օրակարգից, մենք ունենք ձևավորված հստակ գաղափարախոսություն, հստակ առաջարկվող թեզեր եւ ապագա եւ այդ ապագան էլ մենք տեսնում ենք որ արդեն այսօր է մենք չենք խոսում ապագայի խաղաղության մասին մենք խոսում ենք այսօրվա խաղաղության մասին եւ այս ուղղությամբ պիտի գնանք առաջ տեսեք դուք որքան էլ օրինակ լավ բաները փորձեք ներկայացնել հանրությանը հակառակ բևեռում քաղաքական ուժեր են որոնք իսկական ռեսուրսների են նաեւ ֆինանսական տիրապետում եւ նաեւ սրա մասին եմ ուզում հարցնել սա ինչքանով կարող է գրավիչ լինել հասարակությանը որը օրինակ այդ նույն մեր ձևով անընդհատ ինչ-որ սոցիալական ծրագրեր է առաջ քաշում Մարման Թաթոյանն օրինակ քաղաքական ուժ բացում նորից ինչ-որ ծրագրերով եւ փորձում արևմտյան դաշտում նորից տեղավորվել կարծես նաեւ ԿՊ-ից ընդրազանգված փորձելով ստանալ ինչքանով մեր հասարակությանը ձեր կարծիքով կգրավեն այդ խոստումները Թե գիտեք Ժորժ ջան, ինչ սոցիալական ծրագրերի մասին է խոսքը գնում այդ մեր ձևով թե նրանց ձևովի, ես չեմ հասկանում, բա ուր էին, բա ինչու չէին օրինակ իրականացնում կներեք էլի գոնե Զուգարանի վերանորոգում այն ընկերությունում, որտեղ մարդիկ աշխատում են Պարզ բաներ են, պիտի արած լինեին, կտեսնենք, որ անում են, բայց այսպես, չգիտեմ, սկսել սոցիալական ինչ-որ բաներից խոսել, թող խոսեն, խնդիր չի, բայց ամենակարևորը ժողովուրդը այսօր ապրում է Հայաստանում, այսօր է տեսնում, թե ինչ է կատարվում, այսօր մեր քաղաքացին գնում է եւ հիվանդանոցում ստանում 4 միլիոն դրամանոց վիրահատությունը լրիվ պետության կողմից փոխհատուցման ձևաչափով, սա է իրականությունը, այսօր մեր քաղաքացին գնում է ուրեմն մարզի ցանկացած բնակավայր եւ տեսնում է ճանապարհների վերանորոգված եւ այդ ճանապարհով անցնում է ապրում է այս երկրում։ Մեր քաղաքացին տեսնում է Սիսիանում կառուցվող նոր հսկա հիվանդանոցը, տեսնում է Մարտունում շահագործման հանձնված հիվանդանոցը, տեսնում է իր բնակավայրում կառուցված մանկապարտեզը։ Մեր աշխատանքը ակնառու է Այո, մենք բոլոր հարցերը չենք լուծել, այո, մեծածավալ դեռ գործ ունենք անելու, բայց մենք ցույց ենք տալիս, ինչ ենք խոսք տվել, ինչ ենք արել եւ մեր խոսքերը իրականություն են դառնում։ Այ հիասթափության մասին է ուզում հարցնել նաեւ, կարծում եք չկա այդ հիասթափությունը իշխող ուժից, որ որոշ բաներ դանդաղ են արվել, որոշ բաներ չեն արվել, որոշ բաներ պետք է կտրուկ արվեին, բայց չեն արվել։ Օրինակ, եթե դուք մեկնաբանություններ ընթերցեք հարցազրույցների, հիմնականում օրինակ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի չբանտարկելու հետ կապված մեղադրանքներ կան իշխող ուժին եւ հասարակության մի ստվար զանգված ամեն դեպքում շատ կոշտ քաղաքականության կողմնակից է եւ ունի հիասթափություն այս առումով սա ձեզ չի խանգարել Ես կարծում եմ իհարկե ցանկությունները մարդկանց արդարության օրինակ հասնելու եւ ինչ որ առումով երբ որ տեսնում են այդ անձին նաեւ ասուլիսներին բարկությունը ամեն անգամ նորից բորբոքվում է եւ այդ գրառումները ակտիվանում են որ ինչու պիտի այս անձը օրինակ չլինի դատարանում ցուցմունք տալու շրջանում այլ լինի
լինի ասուլիս տալու, նույն հարցը Վարդան Ղուկասյանի մասին կա եւ այլն, այո մենք ուզում ենք որ արդարությունը օր առաջ կառուցվի, այո մենք ուզում ենք որ մեր ուրեմն տնտեսություն գան այն գումարները, որոնք որ տարիներով կեղեքվել են եւ այդ process-ները գնում են, այո դրանք որոշակի ժամանակ են պահանջել որ դառնան իրավական պետության շրջանակներում, որպեսզի մենք մեկ ուրեմն չկայացած իրավակարգից դուրս չգանք եւ գնանք մեկ այլ չկայացածը, այլ մենք պետություն կառուցենք, որը ժամանակ է պահանջում, բայց մենք նաեւ տեսնում ենք այդ տենդենսը քրեական գործերի շրջանակի գույքի ուրեմն հետ բերելու եւ այս բոլոր թվերը ակնառու են չեմ կարծում հիասթափություն բայց ինչ որ առումով այո եւ մենք պիտի միշտ ձգտենք մեր քաղաքացիների սպասելիքները բավարարելուն Օրերս վարչապետը հրապարակեց մի տեղեկատվություն այն ոլորտների մասին, որոնք ամենաշատն են ենթարկվում ապատեղեկատվության եւ առողջապահության նախարարությունը այդ ցանկում էր։ Իհարկե հասկանալով նաեւ ոլորտի զգայունությունը, որ շատ հաճախ մարդկանց կյանքի հետ է կապված լինում, ինչու է այսպես ձեր կարծիքով, արդյոք կարծում եք կա նախարարության նաեւ թերացում այս հարցում, որ որոշ հարցերի շուրջ պատշաճ իրազեկվածություն չկա, ինչ եք կարծում։ Նախ ինքը ոլորտը արդեն իսկ ենթադրում է, որ այդպես պետք է լինի։ Մարդու համար որ տեղեկատվությունն է ուշադրություն գրավում, կյանքին, անվտանգությանը, առողջությանը վերաբերող, այսինքն ըստ էության սա օբյեկտիվ է, որ առողջությունը այն շրջանակն է, որի վերաբերյալ տեղեկատվությունը միանգամից ուշադրություն է գրավում եւ հենց դրանով առաջնորդվելով էլ ապա տեղեկատվական այդ ես չեմ վարանի ասել ահաբեկչական գործունեությունը թիրախավորում է հենց առողջապահության ոլորտը ես հենց այդ նույն օրը շատ པարզ օրինակ էի ներկայացրել թե հենց մեր շատ հայտնի լրագրող չգիտեմ անձ ասեմ կամ տեղեկատվական կենտրոն ասեմ չեմ իմանում իրենց իրավական կարգավիճակը բայց ներկայացրել էր այդ օրը մի գրառում որը ծայրից ծայր ապատեղեկատվություն մանիպուլյացիա եւ մարդկանց սխալ ուրեմն պատկերացումներ սերմանելու վերաբերյալ էր պատվաստման մասին պատվաստումները շահարկելու առումով եւ մենք դա իհարկե մշտապես տեսնում ենք եւ միայն Հայաստանում չի այդ խնդիրը Սրա դեմ պայքարելու իհարկե ճանապարհը մեկն է անընդհատ խոսել մեր քաղաքացիների հետ բարձրացնել գրագիտությունը մարդկանց ճանաչելու տեղեկատվության առումով սա ինչու է գրված ով է գրել ճշտված տեղեկատվություն է ինչու է այսպես էմոցիոնալ ֆոնը բարձրացրած ինչու հստակություն չկա գրառման մեջ եւ փորձել արձագանքի առումով էլ զսպվածություն դրսևորել եթե մի բանը տեսնում ենք որ այս չափորոշիչներով չի անցնում գոնե չկիսվենք դրանով գոնե չտարածենք դա եւ սա գիտեք կա հիգիենա մարդու հիգիենա կա նաեւ տեղեկատվական հիգիենա որը մենք պիտի պահպանենք եւ նախընտրական փուլում ես դες վստահեցնում եմ նման հարցակումները շատ ավելի ընդլայնվելու են շատ ավելի տհաճ ձևեր են ստանալու մենք պետք է որպես հասարակություն մեր դիմակայունությունը բարձրացնենք 2026 թվականին շատ հետաքրքիր մի ծրագիր ունեք, ապահովագրության մասին է բժշկական, 3 փուլերից է բաղկացած լինելու, խնդրեմ մեր հանրությանը ներկայացնեք, ինչպես է տեղի ունենալու, ինչ եք նախատեսում անել։ Առողջության ապահովագրության մեր բարեփոխումը կառավարության ծրագրում մեր գլխավոր խոստումներից է եւ մենք այս տարիներին բազմաթիվ առանձին փոփոխություններով, բարեփոխումներով, լրացումներով կառուցել ենք համակարգը, որպեսզի ներդրվի առաջին փուլը արդեն իսկ 2026 թվականից։ Ես հիմնական կետերով նախանշեմ, ուրեմն առաջին փուլով ապահովագրության համակարգը դառնում է հասանելի մինչև 18 տարեկան երեխաների համար 65 տարին լրացած եւ դրանից բարձր մեր քաղաքացիների համար եւ 18-ից 65 տարեկան
հաշմանդամություն կարգ ունեցող եւ սոցիալական խմբերի մեր քաղաքացիների համար։ Այս խմբերի քաղաքացիներին պետությունը ինքն է ապահովագրելու եւ վճարելու ապահովագրավճարները։ Եվ սա կարող եմ ասել պատմական որոշում է, որովհետեւ տարիներով մեր ավագ սերնդի քաղաքացիները զրկված են եղել ինչ որ առումով հասանելի բժշկական օգնությունից։ Մենք տեսնում ենք, որ այսօր էլ մեր կենսաթոշակառուների թոշակների մեծ մասը գնում է դեղորայք ձեռք բերելուն, առողջական հարցեր լուծելուն, եւ պետությունը այս քայլը իրականացրել է, որ առաջին փուլով մեր քաղաքացիները 65 տարին լրացած դառնան զգան իրենց վրա պետության հոգացությունը եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները եւս կապահովագրեն առաջին փուլով։ Նրանք ապահովագրավճարները վճարելու առումով եւս այս առաջի տարվա համար շատ մեծ ուրեմն ֆինանսական բեռի թեթևացում կստանան երկու ուղղություններով։ Նախ մենք բոլորս վճարում ենք զինապահ հիմնադրամին ամեն ամիս որոշակի չափերով ներդրում ենք իրականացնում եւ պետությունը այս ներդրման չափերը փոփոխելով հնարավորություն է տալու, որ մենք միջոցները ուղենք առողջության ապահովագրության մասով մինչև 1 միլիոն դրամ ստացողների համար։ Մինչև 1 միլիոն դրամ ստացող քաղաքացիները այլևս կվճարեն 1000 դրամ զինապահին այս գումարը, մնացած գումարը կարող են ուղղել առողջության ապահովագրության համար։ Սա եւս հոգացության եւ պետության դերակատարումն է, որ այս մասով մեր քաղաքացիները կանգնել են պետության կողքին եւ իրենց ներդրումով ապահովել են այս հարցերի լուծումը, բայց հիմա Փառք Աստծո եւ մեր քաղաքականության շնորհիվ մենք կարող ենք այդ միջոցները վերաուղղել առողջության ապահովագրության համար։ Եվ իհարկե մեր սոցիալական կրեդիտների համակարգն է գործելու եւ ըստ էության մեր գնահատմամբ ներդրման առաջին տարվա համար մեր քաղաքացիները, անգամ այն քաղաքացիները, ովքեր որ իրենք են վճարող հանդիսանալու, իրենց վրա այդ ֆինանսական բեռը չեն զգալու։ Կուզեմ նաեւ մարզերից հարցնեմ, քանի որ հաճախ են դժգոհություններ լինում բուժ հաստատությունների հետ կապված, գիտեմ, որ հիմա որոշակի աշխատանքներ են տարվում մարզերում, ինչ աշխատանքների մասին է խոսքը եւ ինչ անել, որ օրինակ հեռավոր մարզերից մարդիկ ստիպված չլինեն գալ եւ Երևանի բժշկական կենտրոնում սպասարկվել, որովհետեւ սարքավորումները լավը չեն, մասնագետները այնքան կոմպետենտ չեն, ինչ աշխատանքներ են հիմա իրականացվում։ Այդ աշխատանքները 3 ուղղությամբ են։ Նախ կապիտալ ներդրումներն են եւ մեր հիմնական շինարարությունները մարզերում են իրականացվում։ Մենք վերջին տարիներին շեշտադրումը հիվանդանոցային շինարարության վրա էր, բայց նախորդ տարվանից արդեն մեկնարկել են սկզբից նախագծմամբ, հիմա արդեն շինարարություններն են ընթանում մարզային ամբուլատորիաների կառուցման ենթակառուցվածքներ, սարքավորումներով հագեցում։ Միայն այս տարվա ընթացքում մենք 5 կատե սարքավորում ենք տեղադրել մեր մարզային բժշկական կենտրոնում։ Սա ահռելի ներդրումներ են եւ սա է զարգացման ճանապարհը։ Հաջորդիվ իհարկե մասնագիտական վերապատրաստումներն են։ Իհարկե մասնագետներով հագեցումն է եւ այս աշխատանքները եւս չեն հապաղում։ Նշեցիք մի օրինակ բերեմ, օրինակ Գորիսից մեր քաղաքացիները աչքի վիրաբուժության մասով տարիներով պիտի գային Երևանում վիրահատվեին, բայց այդ ծառայությունը արդեն իսկ հասանելի է հենց Գորիս քաղաքում։ Եվ բազմաթիվ նման օրինակներ կարող են բերել եւ այս համաչափ զարգացման արդյունքում էլ մեր համակարգը պատրաստ կլինի նաեւ ապահովագրության շրջանակներում սպասարկելու կարիքը մեր ժողովրդի։ Իսկ մասնագետները ցանկություն ունեն մարզերում աշխատելու, աշխատավարձը ներում է արդյոք։ Կարող եմ ասել այդ տենդենսը զգացվում է եւ մի քանի մարզային կենտրոններում արդեն տասնյակից ավել տեղափոխված Երևանից բժիշկներ կան։ Մենք ունենք նաեւ նպատակային կրթական ծրագրեր, որ մարզից մեր եւ ոչ միայն մարզից Երևանից կարող են դիմել այս ծրագրով
սովորել պետության փոխհատուցմամբ եւ հետո արդեն 3 տարի աշխատել մարզում եւ այստեղ էլ աշխատավարձերի մասով էլ տեսեք նույն ապահովագրությունը նպաստելու է, որ մարզերում բժշկական կենտրոններում աշխատավարձերը եւս բարձրանան։ Շատ լավ, չեմ կարող նաեւ մեր զրույցը չամփոփել կրծքագեղձի քաղցկեղի թեմայով, քանի որ հոկտեմբերը հենց այդ ամիսն է այս հիվանդության դեմ պայքարի, կասեք Հայաստանում ընդհանրապես ինչ վիճակ է այս առումով եւ ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, դուք օրերս նաեւ Աննա Նախտալյանի տեսանյութով եք կիսվել, որը կլինի օրինակ ձեր հորդորը այս։ Գլխավոր հորդորը այս տարվա, որ մեկ հետազոտությունը կյանք է փրկում եւ այո հոկտեմբերը ամբողջ ամիսը մենք տարբեր արշավներ ենք իրականացնում, որպիսի իրազեկենք կանանց իրենց առողջության պահպանման մասով, թե ինչքան կարևոր է ըստ տարիքի սոնոգրաֆիկ կամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելը եւ բարեբախտաբար այս տարվանից այս ծառայությունը հասանելի է նաև պետական պատվերով մեր հազարավոր քաղաքացիների համար։ Դրանք են սոցփաթեթի շահառուները, նշանակում է մեր ուսուցիչները, առաջնային օղակի բժիշկները, բուժքույրերը, մեր աշխատողները կարող են սոցփաթեթի շրջանակում անցնել մամոգրաֆիկ ծառայություն։ Եվ եթե հանկարծ ինչ-որ բան հայտնաբերվի, դրա հետագա բուժումը եւս պետպատվերով կիրականացվի։ Ամբողջական բուժումը կիրականացվի վիրահատական հետազոտական հատվածը։ Եվ հաջորդիվ պետք է նշեմ, որ նաև մեր զինվորների ընտանիքների անդամների, մեր սոցխմբերի, հաշմանդամություն ունեցողների, այսինքն բավական մեծ շրջանակ այս տարվանից սկրինինգային ծրագիրը հասանելի է պետական պատվերով։ Եվ մյուս իմ հորդորն է, որ մեր կանայք իհարկե տարիքին իրենց համապատասխան նաև կարող են, մենք ունենք մեր կայքում ներառված անձնական զննության, իրենց ընտանեկան բժշկի խորհրդատվությունների եւ այլ միջոցներով կանխարգել են կրծքագեղձի քաղցկեղը, որովհետեւ ցավոք սրտի այն հիվանդացության եւ մահացության առումով դեռ շատ մեծ ռիսկ ու խնդիր է հանդիսանում, այնինչ ճիշտ ժամանակ հետազոտվելով, շատ վաղ փուլում դրա դիմաց առնելով մենք կարող ենք փրկել կյանք, կարող ենք ունենալ կյանքի որակ։ Ինչպես տեսնում ենք օրինակ այդ տեսանյութում եւ ես այնքան ուրախ եմ, որ մեր հերոսուհին Աննան կիսվեց իր փորձով եւ ողջևորել է բազմաթիվ կանանց գնալու հետազոտվելու։ Այսինքն եթե մի քանի տարի առաջ մեր հայրենակիցները ստիպված են լինում գնալ արտերկիր, բուժվել, որովհետեւ Հայաստանում չկային մասնագետներ, չկար համապատասխան սարքավորումներ, դեղորայք գուցե նաեւ, հիմա հնարավոր է քաղցկեղի բուժումը իրականացնել ամբողջապես Հայաստանում։ Ես կարող եմ ասել, որ բացառիկ դեպքեր կան եւ բացառիկ վիրահատություններ կան կամ միջամտություններ, որ դեռ կարող է Հայաստանում չեն իրականացվում, բայց այսօր նաեւ ճառագայթային բուժօգնության արդեն ծառայության ներդրմամբ գրեթե մենք ամբողջական ցիկլը փակում ենք։ Շատ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։